49,000 դրամ ունես մեկ ամիս ապրելու համար։ Այդ գումարից պետք է վճարես տան կոմունալները, սնունդ գնես, տրանսպորտից օգտվես, կապի ծառայությունների համար վճարես։ Հարց. որքան գումար կմնա ամսվա վերջում։ Առանց հաշվելու էլ պարզից էլ պարզ է։ Այդ գումարը շատ-շատերին չի հերիքի նույնիսկ կենցաղային նվազագույն կարիքները հոգալու համար։ Իսկ Հայաստանում կենսաթոշակ ստացող 503,000 քաղաքացուց շուրջ 388,000 ստանում է տարիքային կենսաթոշակ, որ ամսական միջինում կազմում է 49,455 դրամ։ Ապրիլի 1-ից այդ գումարը կբարձրանա 10,000 դրամով։ Կառավարությունը հայտարարել է, որ միջին կենսաթոշակը կդառնա 66,000 դրամ, այդ թվում անկախիկ վճարումներից հաշվարկվող միջինում ամսական 7,000 դրամ հետվճարը։ Ըստ կառավարության այդ կենսաթոշակը կգերազանցի նվազագույն սպառողական զամբյուղը 4,000 դրամով։ Շատ լավ, կգերազանցի, բայց մեկ չնչին հասնող նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Բայց տարիքային կենսաթոշակ ստացող մարդիկ մեծահասակ են, եւ նրանց նվազագույն սպառողական զամբյուղը 2025-ի միջին ընթացիկ գներով արժե 68,784 դրամ։ Ստացվում է 66,000 դրամը ոչ միայն չի գերազանցելու, այլ նաեւ չի բավարարելու մեր տատիկ պապիկների նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերը։ Իդեպ վիճակագրական կոմիտեն ներկայացնում է նաև առողջապահության նախարարության հաշվարկ, ըստ որի մեկ մարդուն անհրաժեշտ է ամսական 78,836 դրամ նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար։ Եթե այս ցուցանիշը հիմք ընդուներ կառավարություն, ապա ստիպված կլիներ ոչ թե 10, այլ նվազագույնը 20,000 դրամով բարձրացնել տարեցների կենսաթոշակը։ Կենսաթոշակների բարձրացումը կրկին արդիական է, քանի որ նորից հայտնվել է քաղաքական քննարկումների կենտրոնում։